Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով Միացյալ Նահանգներից ես հարցազրույցի եմ հրավիրում հարգարժան մեր հոգևորականին Տեր Սերոբ Քահանա Ազարյանին։ Օրհնեցեք Տեր Հայր եւ շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար։ Ողջույն Աստված օրհնի Արմինե, շնորհակալ եմ այս առիթի համար։ Տեր Հայր, դուք մեր այն հոգևորականներից եք, որը բավական հետաքրքիր վերլուծում է եւ արդեն բավական ժամանակ նոր չէ։ Կարելի է ասել 2018 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցավ այս գունավոր հեղափոխությունը Թավշյա անունով, դուք շատ ճիշտ քաղաքական, հոգևոր վերլուծություն եք իրականացնում։ Ես ճիշտ ասած միշտ մտածել եմ, որ մեր հոգևորականները այն կիրթ զարգացած մեր այն շերտն է, որը շատ խորքից գիտի ինչ է կատարվում, ինչ է եղել պատմության ընթացքում, ինչ է այսօր կատարվում հայ եկեղեցու, հայ ժողովրդի դեմ։ Եվ ինձ համար շատ ուրախալի է ընթերցել նաև ձեր հոդվածները, թե ինչքան ճիշտ եք դուք նկատում այն ամբողջ իրողությունները, որ տեղի են ունենում Հայաստանում։ Եվ դրա համար ձեզ հետ զրույցը կուզեմ սկսել 2018-ից։ Եկեք վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, երբ իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանի այս թիմը, միաժամանակ հիշենք, թե ինչ արշավ սկսվեց մեր եկեղեցու դեմ։ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ անունը կրող արշավն էր, հակաեկեղեցական շատ ագրեսիվ մարդիկ էին, նրանք հետո պաշտոններ ստացան տարբեր տեղերում եւ դրանից հետո նոր լռեցին։ Եվ երբեմն չեն հիշում մարդիկ այդ օրերի մի դրվագ, ինչպես էին այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները գնդեվանքում շրջապատել մեր կաթողիկոսին եւ գիտեք ինչ բառեր էին ասում՝ բրդեք գցեք ձորը։ Այդ տեսանյութը մի պահ պտտվեց, հետո անհետացավ։ Եվ բոլորս տեսանք, թե այդ մարդիկ ինչպես հարձակվեցին, վեհարանը գրավել էին, խնջույքների վայրի էին վերածել։ Հիմա այդ նույն շարժումը փաստորեն այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն է սկսել։ Այն ժամանակ ասում էին Փաշինյանի հետ կապ չունի այդ շարժումը, բայց այսօր Փաշինյանը սկսել է այդ նույն արշավը։ Հարցս հետեւյալն է, Տեր Հայր, երբ որ այս ամբողջը վերլուծում եք, ինչ հետևության եք հանգում, ովքեր էին այս մարդիկ, ովքեր 18 թվականին եկան իշխանության, այս մարդիկ աղանդավորներ են, հերետիկոսներ են, գուցե այլադավան են, բայց խոսում են Քրիստոսի անունից են հանդես գալիս եւ խոսում են իբր հայ եկեղեցու հետևորդներ, ովքեր են այս մարդիկ, ինչ հետևության եք եկել, խնդրեմ, լսում եք Տեր Հայր, այո։ Այո, տեսեք, շատ լավ հարց եք տալիս, որը ինքնին ավելի ճիշտ է, ես ուրախացած էր հարցին համար, որով ընդհանրապես երբ որ հրավիրում են այս տեսակ հարցազրույցների, ավելի հարցերը փոխում են թեպի քաղաքական կամ ասենք ինչ որ դրա հետ կապ ունի քաղաքական զարգացումների հետ կամ եկեղեցու հետ քաղաքական զարգացումների հետ առնչված, բայց այս պահին երբ որ դուք այս հարցը դրեք, ավելի միտքիս առջև եկավ ավելի աստվածաբանական հարցեր կամ հոգեբանական։ Տեսեք, այս մարդիկ ընդհանրապես դրանք են, որ պատրաստված գալիս են եկեղեցու քանդման համար։ Եկեղեցականը կամ հոգևորականը միայն այս սևասկեստ գրողը անձը չէ, կամ սև բարեկոտ հակող անձը չէ։ Այն անձը, որ մգրտված քրիստոնյա է, նախ ինքը պետք է պատրաստ լինի խոնարհաբար եկեղեցու կյանքի մեջ դեր գրավելու եւ ոչ թե վայրենաբար կամ քայլաբար, որովհետեւ մարդիկ կան, որ այսօր եկեղեցին շփոթում են ինչ որ անդարի հետ։ Կարծեք թե անդար լինի, որ մարդիկ գալիս են եւ ուզում են ինչ որ բամը փոխելու համար, բամը այսպես ուղղելու համար, շուտկելու համար, իբր այսպես կան եւ ինչ որ իրենց աչքին կամ իրենց գծած նկարած վատ մարդուն դուրս անեն։ Երբ որ ասում եք վեհապարին գցեն ծորը, բրդեն եւ այլն, ես ամիջապես հիշեցի Ավետարանի դրվագը, Ավետարանի մեջ կա։ Հիսուս Քրիստոս մեր Տերը գնաց Կապառնայում եւ անշուշտ խոսում էր սինագոգի մեջ։ Հետո երբ որ սկսեց խոսել, մարդիկ չայնացան, կատրեցին, հարեցին իրենց լերան միջև տարավանտը գսե այնտեղ, որ իրենց քաղաքը շինված էր, ընդեղից ուզեցին վար գցեն իրեն։ Հետևաբար նույն բանն է։ Այս պահի դրությամբ երբ որ նայում ենք այս բոլորը, տեսնում ենք, որ այս տեսակ վայրենական
կամ այն մարդիկ, որոնք եկեղեցու հետ ընդհանրապես առնչություն չունեն։ Այն մարդը, որ եթե հավատքի մասին մի խոսի եւ վայրեն ապար, սա պիտի անենք, դա պիտի անենք, օրինակ տեսեք, երբ որ վեհապարին դիմում են իր անունով, Մհմ, ես իրենց հետեւյալ հարցը տամ. Եթե դուք այսքան մաքրասեր եք, եթե դուք այսքան հոգեսեր եք, եթե դուք այսքան Քրիստոսասեր եք, ինչու համար ամեն ցևով ծեր գեցվածքով ցույց եք տալիս վեհապարին դիմում եք իրեն ասենք աշխարհիկ անունով, եկեղեցին գոչում եք Չուլան եւ այսինքն այն մարդը, որ եկեղեցին Չուլան կգոչի, ոնց որ իր մորը հայոյի, մհմ, որովհետեւ եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Եկեղեցին ինչքան որ մեջը ասենք մի քիչ անդարբերություն լինի, թափթփածություն լինի, Չուլան չի կարելի գոչել։ Չի կարելի գոչել Աստծո դունը։ Մարդիկ կան օրինակ տեսնում եմ երբեմն ինտերնետի վրա Սուրբ Երրորդության վրայով ջոկեր են անում, գադակներ են անում։ Ախր չի կարելի Սուրբ Երրորդության վրա գադակներ անել, եկեղեցի վրա գադակներ անել, դեհապարի կամ հոգևորականի վրա գադակներ անել։ Սա է խնդիրը, որովհետև ցավոք մեր մեջ Արմինե ջան, հոգևորության պակաս շատ կա։ մհմ։ Եթե պախտադենք դա ուրիշ եկեղեցիների հետ։ Եվ դրանից էլ օգտվում է մեր թշնամին։ Պետք է ասենք, չէ՞, օրինակ մենք հիշեցինք հիմա մի փոքր հետևյալին ուզում եմ անդրադառնալ, աշխարհաքաղաքական իրողություններ եւս չեք տեսնում այստեղ, այսինքն Հայաստանը հոգևոր պայքարի եւ հոգեզուրկ կարելի ասել, հա, Հայաստանների մեջ է պայքարը եւ սրա հիմքում կա նաեւ քաղաքականություն, դուք ասացիք հարցս եկեղեցու հոգևորի դաշտում է անշուշտ, բայց չենք կարող բաղդատել իրարից, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս կռիվը աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է։ Տեսեք ինչ է հայտարարում Ադրբեջանի մոլլան եւ առհասարակ Ադրբեջանի իշխանությունները խոսում են այն մասին, թե հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, ասում են, խանգարում է տարածաշրջանի խաղաղությանը։ Պատկերացնում եք, դա քիչ է թե ասել աբսուրդ է, բայց նրանք դա հայտարարում են եւ ինչ կատարվեց, հիշենք, անցած տարվա 2025 թվականի մայիսին նման հայտարարություն հնչեցնում է հունիսին հնչեցնում է Փաշազադեն, 1-2 օր անց Նիկոլ Փաշինյանը սկսում է իր արշավը, բայց նաև հիշենք, թե որ իրողություններից հետո Փաշազադեն այդ հայտարարությունները արեց Շվեյցարիայում, երբ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ամենայն հայոց կաթողիկոսը խոսում էր Արցախի մասին, Արցախի վերադարձի, Արցախայության վերադարձի մասին, Արցախում քարուքանդ եղող մեր եկեղեցիների մասին։ Կնշանակի Տեր հայր չենք կարող չտեսնել, չէ, աշխարհաքաղաքական նաև այս բախումը, խնդրեմ։ Այո, իհարկե, որովհետև եթե տեսնեք, որ այսինքն սա մեկ մասն է հայ-ադրբեջանական ընդհանուր պայքարին, պատերազմին, որը նոր չէ, իհարկե տարիները ի վեր գա եւ ավելի ճիշտ ասել տասնամյակները ի վեր գա Այո, եւ այդ մեկն էլ ինքն էլ բաժին է կազմում հայ-թուրքական պատերազմներին կամ ընդհանրումներին, որ տարերից ի վեր գալիս է։ Տեսեք, որքան ժամանակ մեկ բան պետք է հասկանալ։ Հիմա իսլամության մասին ցավոք մեր ժողովուրդը շատ բան չգիտի։ Եվ որ դուք Ադրբեջանի մասին խոսում եք, իսլամության մասին մեր ժողովուրդը կարող է մի քիչ գաղափար կարող է ունենալ, բայց ոչ, ասենք, խորը։ Հիմա իսլամ հավատքի մեջ, իսլամ գրոնի մեջ ընդհանրապես այն համոզմունքը կա կամ այն մոդեցումը կա, եթե ճշնամիտ տգար է, պետք է գործանես իրեն, ուղղակի։ Եթե ճշնամի հանդեպ, այսինքն օրինակարաբեր են ասում է, որ ես անշուշտ կարող եմ հիմա հիշատակել արաբերեն, բայց թարգմանեմ, ասում է, որտեղ որ գտնեք սրանք, սպանեցեք սրանք։ Այսինքն այսպես է ասում Qur'անի մեջ։ Եվ ուրիշ մոդեցումներ, որոնք Ադրբեջանի աշխարհաքաղաքական մոդեցումները հաշվեք, այսինքն հավասարեցնում են հավատքի հետ միասին, անշուշտ սա գրոնական պատերազմ չէ, ես դա այդ գունավորումը չի ուզեր տալ, սա պատերազմ է հայ եւ թուրքի միջև, որովհետեւ իրենք ուզում են մեզ վերացնել այնտեղից, բայց դրա վրա չի կարելի չտեսնել, որ գրոնական երանքը կա, իհարկե, որովհետեւ վերջը իրենք մեզ տեսնում են որպես քաֆիր, որպես անհավատ։ Քաֆիր բառը արաբերեն կնշանակի անհավատ։ Ուրեմն սրա համար Ադրբեջանից, երբ որ իրենք փորձեցին նախ բերել սրան, որովհետև դա 2018-ին, երբ որ հիշադակեցիք, թե այս բոլորը սկսեց, իրենք ադրբեջանցիները նախ չգիտեին որտեղից սկսեն էդել գալ։ Այսինքն ադրբեջանցիներն էլ կարող այսինքն ուզում էին իմանալ այն կարևոր հենասյուները, որ հայը ունի, դրանցից որ մեկից սկսել։ Հետևաբար սկսեցին ինչ որ մի տեղից
եւ դբրոցներ, հայոց պատմությունը, եկեղեցու պատմությունը դբրոցների մեջ, հայոց ասկային ինչ-որ գրթություն, հետո տեսանք այդ զանք եւ հուզանք եւ այլն այդ տեսակ այլասերման բաներ, քունավոր հակացս կեստավորումներ, մարդկանց մեջ նորություններ եւ այլն եւ այլն։ Եվ հետո պատերազմի ժամանակ եկավ։ Նախ Խայծթրին 2018-ի հուլիսին Դավուշի մարտերը, դրանից հետո ամիջապես իրենք պատրաստած էին այդ ամբողջ թագարտը, որովհետեւ պատերազմի տանեն եւ ավելի ճիշտ ոչ թե պայմանավորված պատերազմ, որովհետեւ կարողանան 5000-ից ավելի երիտասարդ, որոնք ասկայնական են իրենց նվադագը ոչ թե պատերազմել Արցախի համար, իրենց նվադագը մեր ասկի մեջ կգոտրելն էր ասկայնական երիտասարդության ջլադելով, պատերազմի մեջ մաշեցնելով, մեկ մասին կոտորել տալով, մյուս մասին հաշմանդամ դարձնելով, ժողովրդին անդարբեր դարձնելով եւ զենքերը հանձնելով։ Մի քանի բաներ։ Այո։ Դրանից հետո, երբ որ Արցախի մեկ մասը դվին, տեսեք նորից ասում են, շատ անգամ մարդիկ ստում են եւ ասում են, որ մենք պատերազմեցինք, պարտվեցինք։ Բայց ամենամեծ սուտը ստեղ է։ Եթե դուք պատերազմել ուզեիք, առաջին հարցումս ուր էր մոբիլիզացիան։ Ու ինչու Հայաստանը մոբիլիզացիա չհայտարարեց։ Մենք կարող ենք 100 հազարավոր զինվորներ մեջտեղ բերել։ Եվ դրա հիման վրա սպյուրքներ կարող են մոբիլիզացվել եւ գալ։ Բայց ինչ տեսանք։ Տեսանք, որ այն մասը, որ իրենք արդեն պայմանավորված տվել էին Շուշինալ հետը, մնացած մասը, որ հայ զինվորի քաչությամբ պահված էր միջավայրին, գամած բոլորը մի անգամ քաշվեցին միջև հետ։ Սրա համար է որ այսինքն 2018-ին ադրբեջանցիները Արցախից հետո անցան հաջորդին եւ այսպեսով հասան հայ եկեղեցուն։ Ինչու համար մայիսին, որովհետեւ տեսան որ մոտավորապես 1 տարի ժամանակ մնաց միջև ընտրություններ։ Եթե 1 տարի ժամանակ մնաց միջև ընտրություններ, իրենք ասին կարող է մի քանի ամսվա ընթացքին գլուծվի հարցը։ Վեհապարին կարող են ինչ-որ հանել։ Բայց տեսան որ չեն կարողանում, որովհետեւ ասկը ոտքի են կանգնում։ Եվ սա ուրախալի երևույթ է, սիրելի Արմինե, որովհետև սա առաջի անգամ լինելով Արցախի բարդություններից ի վեր, մեր ասկը սկսում է կամաց մոբիլիզացվել։ Այո, ճիշտ է, քիչ առաջ ասեցի մոբիլիզացվել հայրենիքի համար։ Հիմա մոբիլիզացվում է հավատքի համար, որը իհարկե հայրենիքի համար է։ Հիմա այստեղ սպյուրքում եք մոբիլիզացվում եք։ Եվ հայրենիքում բոլորն պետք է սկսեն այսպես հավաքվել, համախմբվել վեհապար հայրաբերի շուրջ, որովհետեւ թույլ չի տանք Փաշազադեի պես ահապեգիչին որ մեր հայրենիքի իշխի։ Այո, շատ ճիշտ եք նկատում, որովհետև Փաշինյանը Փաշազադեի հրահանգից հետո սկսեց այսպես քայլ-քայլ, հա, նախ անձնական վիրավորանքներ, խիստ վիրավորանքներ, եկեղեցին չուրանացված էր անվանում, եթե անձի դեմ է պայքարը, ուրեմն ինչու ես եկեղեցին վիրավորում։ Իդեպ դրանից ավելի վաղ նա շրջում էր Հայաստանի տարբեր մարզերով, որտեղ խաչ էր տեսնում, ասում էր, այս խաչերը պիտի քանդենք, հեռացնենք, հա։ Այսինքն հոգևորականները սիրում են, չէ, հաճախ ասում են սատանան խաչից է վախենում, ժողովուրդն էլ է դա ասում։ Այսինքն համեմատությունը այլ բան չես կարող ասել, հա, եթե տեսնում ես երկրի ղեկավար մարդը իր հավատով գնացել ինչ որ մի հատվածում աղոթատեղի է ստեղծել, մատուռ է կառուցել, խաչ է բարձրացրել եւ դու ինչու ես այդպես վրթովում դրանից։ Հիմա տեսավ, որ այդ անձնական նեղ այդ հաշվարկները չաշխատեցին, սկսեց կագեբեական, չգիտեմ ինչ այսպիսի բնորոշումներ տալ մեր կաթողիկոսին, այսինքն անընդհատ ինչ-որ նոր բաներ է մոգոնում։ Հիմա էլ թե եկեք բարենորոգենք եկեղեցին։ Տեսեք, այս իշխանությունը անունը երբ դնում է այս կամ այն ոլորտի բարենորոգում, մենք տեսնում ենք, չէ, ուղղակիորեն քանդում է։ Դա կրթական համակարգը, մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Թուրքական չափորոշիչներն այսօր մեր դպրոցում են։ Հիմա եկեղեցին են բարենորոգում։ Ես ուզում եմ հետևյալ հարցը տալ. ինչպես կարող է աշխարհիկ մեկը, ով մերժում է խաչը, բայց ձևացնում է իբր ինքը եկեղեցու հետևորդ է, Քրիստոսից էլ մեջբերումներ է անում Աստվածաշնչից, բայց բիրտ մեթոդներով ինչպես հնարավոր է արդյոք բարենորոգիչ լինել։ Եվ ուզում եմ հասկանալ, Փաշինյանն ունի այդ իրավունքը բարենորոգելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, խնդրեմ։ Գարչ պատասխան, բացարձակապես ոչ։ Եթե գարչ պատասխան ուզում եք, բացարձակապես ոչ չունի։ Ով իրեն իրավունք է տվել նախ հայ առաքելական ծևանալ, դա էլ ասեմ։ Հայ առաքելականը նախ անուն չէ, հա։ Հայ առաքելական լինելը անուն չէ։ Մեկ ասում է ես հայ առաքելական։ Եթե այդպես է,
Ես այստեղ փողոցով անցնող ովև ցանկացած ամերիկացին մեկ օրվա ընթացքում հայ առաքելական կվերածեմ։ Այդպես է առաքելականը։ Առաքելականը չի կարող լինել անունով։ Առաքելականը կյանք է, ապրում է։ Այո, Առաքելական լինելը առաքյալների հավատքին հետևորդ է լինելը։ Առաքելական լինելը Սուրբ հայրերին սկսած առաքյալներից միջև անցնելով Սուրբ հայրերը, միջև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, միջև հասնելու այսօրը։ Այս մարդը ունի առաքելական հավատք։ Այս մարդը ունի ընդամենը մի քանի գաղափարներ քրիստոնեության մասին, լսել է, սորվել է, աչեն ցախեն, բրցրել է, այսպես ասած, ինչպես գիտեք, մարդիկ կան, որ գիրք մկրելու համար աչից ցախից էջեր են բրցնում, որովհետեւ սկսեն գիրք մտը իրենց համար հրադարագել պատրաստել։ Չունին իրենց պատրաստված թեզիսը չունին։ Այս մարդը եկել է, որովհետեւ քանդի ամեն բան, որ հայը ունի։ Եթե ցեզ ասում է, ես ցեզ սիրում եմ, դա կնշանակի, ես ցեզ ադում եմ։ Երբ որ ասի Հայաստանը իմ երկիրն է, դա կնշանակի Հայաստանը իմ երկիրը չէ։ Երբ որ ասի ցեր արչիվ խոնարհվում եմ, դա կնշանակի, որ դուք բոլորը իմ արչիվից խոնարհվիք։ Դա է նշանակում։ Ամեն ինչ պետք է հասկանալ հագարակ։ Ամեն ինչ։ ճիշտ է։ Երբ որ ասեց Արցախը Հայաստանը է վերջ, արդեն բոլորս տեսանք դրա իրական իմաստը։ Հիմա չի ասում բնականաբար։ Բայց հետևաբար նայեք Արմինե ջան, այս բոլորը երբ որ նկատի առնում եք, տեսնում եք, որ այլևս իհայտ կա, որ հայը այլևս իրավունք չունի հիմար ցևանալ, այլևս իրավունք չունի ասելու, որ չէ, ինքը լավն է, սա ինքը խապել է եւ այլ։ Տեսեք, սա կնշանակի, որ մենք քաղաքականապես եւ ասկային ուսուցման կողմից շատ եփած չենք, շատ պատրաստված հասունացած չենք։ Պետք է հասունանա այս ժողովուրդը, որովհետեւ հասկանա, որ մեր երկիրը վտանգվել է։ Այսինքն թաս պետք է լինի Արցախում ինչ եղավ սահմանամետ շրջաներում եւ այս բոլորը նկատի առնելով քրիստոնեական հավատքը մեկում պետք է դա ավելացնել դրա հետ հասունությունը քաղաքական եւ փորձառությունը մարդկային, որովհետեւ այս բոլորը երբ որ ավելացնում ենք իրար հետ, տեսնենք որ այս բոլորը դուրսի երկիրների խաղեր են մեր գլխին, որովհետեւ մեր փոքր ազգը, որ արդեն վտանգվել է, որովհետեւ արդեն մեր ազգի մեծ մասը Հայաստանից դուրս է ապրում, ոչ թե Հայաստանի մեջ։ Մոտ 70-75 եթե ոչ ավել տոկոս մեր ժողովրդի ապրում է արտերկրում։ Դրա համար իրենք փորձում են այդ բոլոր համարները ավելի համալրել եւ երկիրը դարձնել իրենց համար հեշտ եւ այսպես իրենց կարգի լծակ արեմդյան ինչ որ մի երկիրներ, հետո լինելով Թուրքիան, Ադրբեջանը, Բրիտանիան, Իսրայելը, նաև Ամերիկայի համար այնքան տարբերություն չունի Հայաստան գաչիկա եւ այլն։ Կարևորը հիմա իրենց համար այս քաղաքական մոդեցումներն են, որովհետեւ իրենց ճշտամին Ռուսաստանը լինելով այս խաղերի մեջ փորձում են ներքաշել Հայաստանը, ինչպես որ արեցին Ուկրաինայի գլխին եւ տեսանք Ուկրաինացի խեղճ ժողովրդին ինչ պատահեց այս բոլորի մեջ։ Այո, շատ շնորհակալ եմ, շատ կարևոր եւ աշխարհքաղաքական նաեւ վերլուծություն եք իրականացնում։ Եկեք ուրեմն եզրափակենք այս հատվածը բարենորոգում համարվողը եւ հստակ արձանագրենք, որ հարցով տամ, հա, հարցով ձևակերպեմ ասելիքս։ Այսինքն ծրագիրը եկեղեցու խնդիրները լուծելն է, թե կաթողիկոսին գահանքեց անելը, նվիրապետական մեր համակարգը կազմաքանդելը, եկեղեցու աշխարհիկացումը, նաև օտարածին ուսմունքների ներմուծումը։ Ի վերջո, եկեք հստակ հասկանանք եւ արձանագրենք ինչ նպատակ ունի բարենորոքիչ, բարենորոքում ասելով Նիկոլ Փաշինյանը։ Սրա ձևակերպումն էլ տանք ու անցնենք առաջ։ Խնդրեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը բամը գուզենա բարենորոքել, թող սկսի իր տանիքը բարենորոքել առաջինը։ Դրանից հետո թող բարենորոքի իր խումբը, որոնք ամեն մեկը իր խնդիրներ ունի։ Բարենորոքումը եկեղեցին եթե ուզենա անել, ինքը եկեղեցին ունի բոլոր մեխանիզմները, ունի հավատքը եւ ունի դրանց համար պատրաստված մարդիկը որովհետեւ անի։ Եթե ես որպես քահանա Նիկոլ Փաշինյանին, որ ընդհանրապես իմ համար բացարձակապես բացասական երևույթ է, միայն մեկ ցևով եթե գուզեմ շնորհակալություն ունենալ իր հանդեպ, այն է որ իր գալը բաճար եղավ, որ մեր եկեղեցու մեջ բոլոր վատ դարերի թեմքերը բացվեն։ Եվ այդ վատ դարերի թեմքերը բացվելով մեր եկեղեցին մաքրվում է։ Բայց սա ոչ թե ի շնոր իրեն, որով ինքը շնոր չունի, սա ի շնոր Աստծո, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որ իրա այսպես երևույթով Քրիստոս ճարի միջոցով մեր եկեղեցին այս ցևով մաքրեց։ Կմաքրե իրեն ալ պիտի մաքրե, իր հետ իր ճարերն հայրը պիտի դառնի տանի։
որովհետև միշտ այդպես եղել է։ Երբ որ եկեղեցին հալածանքի ենթարկվում է, որևէ տեսակ, եկեղեցին մաքրության հատկություն ունի։ Բարենորոգումը իմ կարծիքով այո պիտի կա, եւ բոլորս ես ինքս բարենորոգման կողմնակից եմ եկեղեցու մեջ։ Միշտ եկեղեցին բարենորոգման կարիք ունի, բայց ոչ թե այս փիրտ ցևով, թուրքական, ադրբեջանական ցևով, որ փորձում են ոչ թե եկեղեցին բարենորոգել, այլ թանագարներով եկեղեցի վրայշներով մորթում են եկեղեցու։ Սա է իրենց ուզածը։ Այո, եւ հիմա ձեր խոսքը նաեւ ինձ հնարավորություն տվեց անցում կատարելու մի շատ կարեւոր հարցի, Տեր այր միշտ դա ինձ ամենաշատն է հիմա անհանգստացնում, որտեղ երբ որ տեղի ունեցավ այդ process-ը, երբ որ որոշ հոգեվորականներ կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին, ժողովրդի խոսքով ասած սառը ջուր էր, ոնց որ թափվեց, հա, մեր վրա, ինձ համար դա մեծ անակնկալ էր։ Անկախ ամեն ինչից, ով ինչ անցյալ ունի, անձնական հարցեր, կոռուպցիա եւ այլն, ամեն դեպքում ես չէի պատկերացնում, որ կարող են գտնվել այդպիսի հոգեվորականներ, որոնք կարող են դեմ դուրս գալ, հա, այդպես արճակատվել ուղղակի եկեղեցու դեմ, իբր անունը դրել են բարենորոգում, իրենք հավաքվեցին Նիկոլ Փաշինյանի կողքին եւ դարձան տիրադավներ։ Հիմա եկեք հասկանանք ինչի հետ մենք գործ ունենք։ Տեր հայր, սրանք գիտեք ասեմ այս մարդկանց մեջ ես ինքս անձամբ գիտեմ մարդկանց, օրինակ կարգալույծ արված Արման Սարոյանը, որը մշտապես քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ Դեռ 2018-ից քանիցս ես հարցազրույցների ժամանակ իմ ասել եմ, որ նա եկել էր մեր խմբագրություն եւ այնտեղ խստորեն քննադատում էր, ասում էր, սա եկեղեցակործան շարժում է։ Դրանից հետո մինչև վերջերս, մինչև նա կմիանար, քննադատում էր եւ մասնակցում էր նաեւ ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի այդ հավաքներին, հա, մենք բոլորս հասկանում ենք, թե Սամվել Կարապետյանը ինչու էր բան տվել, որովհետև նա կանգնել էր եկեղեցու կողքին։ Հիմա այդ նախկին սրբազանը, հա, ինքը պաշտպանի դերում էր Սամվել Կարապետյանի եւ այսինքն այլախոհ էր Նիկոլ Փաշինյանին։ Նույն կերպ սովորական հոգեվորականներից որևէ մեկը եւս իրենք եւս ես այս պահին հիշում եմ Տեր Շմավոնին, նա եղել է ինձ մոտ հարցազրույցի։ Ես ձեզ կուղարկեմ տեսանյութերը, թե ինչպես է նա խստորեն քննադատում այս քաղաքականությունը Փաշինյանի, սկսած կրթականից, համարում օտարի թելադրանքով քաղաքականություն իրականացնող մարդ։ Շարքը կարող եմ շարունակել այսպես։ Եվ հանկարծ մենք տեսնում ենք այդ մարդկանց Նիկոլ Փաշինյանի կողքին։ Արցախի հոգևոր Առաջնորդ։ առաջնորդը եւ հետո պարզվում է ինչ, որ այս մարդիկ ամեն մեկ ինչ որ պատճառ, մեկը կոռուպցիայի, ասենք Նավազարդ Կճոյան եւ այլն, որը մշտապես հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից է խստորեն քննադատվել տարիներ շարունակ, հա, իր թերթում նա գրում էր կոռումպացված հոգևորական կերպար էր նա ստեղծել Նավազարդ Կճոյանի մասին։ Եվ էլի կասկածելի անցյալ Վազգեն Միրզախանյան, մի խոսքով, այսպես կասկածելի նաև ներկա եւ անցյալ ունեցող մարդիկ կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին։ Իրենք չեն հասկանում, որ քանդում են առաքյալների եկեղեցին։ Ես նախ սա եմ ուզում հասկանալ։ Որպես հոգեվորական, իրենք այդ բոլորը չեն գիտակցում։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Լավ նյութեր բերեցիք Արմինե ջան, այսինքն լավ մատնանշումներ արում եք բոլոր քահանաների եւ այն եպիսկոպոսների մասի, որոնք դիրատավությամբ են զբաղվում այսօր։ Բայց տեսեք, նորից եմ ասում, հոգեվորականը, ինչպես ասացի սկզբում, այս հագուստը հագվողը չէ մենակ։ Հոգեվորական լինելու համար նախ պետք է հոգիդ մաքրվի եւ լինի Քրիստոսի տունը։ Եվ մարմինդ պետք է լինի Սուրբ Հոգու տաճարը։ Ինչ կնշանակի Սուրբ Հոգու տաճար։ Մարդիկ երբեմն հասկանում են, որ իբրև աղոթքի դուն, մաքրություն, սրբություն։ Սուրբ Հոգու տաճար կնշանակի անվախես աշխարհի տված բոլոր փորձություններից անգամ, բոլոր սպառնալիքներից։ Վախ չես ունենում։ Դա կնշանակի Սուրբ Հոգու տաճար լինել։ Հիմա հետևյալը։ Քանի որ սա ասեցի, պետք է որ եպիսկոպոսը կամ քահանամը նախ ոչ թե վախնա Նիկոլ Փաշինյանի պես ոչնչությունումը, այլ քահանամը եւ եպիսկոպոսը պետք է չվախնա նույնիսկ նահատակությունից։ Վախ չպետք է ունենա։ Ժամանակին հիշում եք թուրքերը արեք 1915-ը, արեք 1920-ական թվականը, 30-ական թվականը, 37-ի ասենք սպանությունները, բռնաճնշումները քահանաների դեմ։
Քահանաները չէին կարող ասել, այո, ես պատրաստ եմ, ես չեմ ուզում ոչ մի բան անել, ինձ մի սպանեք եւ այլ։ Ոչ մեկը չհրաժարվեց, ասում են, այո, ես քահանա եմ, ես անում եմ ինչ որ մի բան եմ, մարդկանց սպանում էին։ Հիմա այս բոլորը նկատի առնելով, այսօր այս բոլոր դիրատավների խումբը, որոնք վախում են ինչ որ կոմպրոմատ եւ այլն, իրենց թեմ որ ինչ որ գա, օրինակ մարդ կա դուն ունի, մարդ կա հողամաս ունի, մարդ կա գալված ունի եւ այլն, դրանից վախում է որ իրենց ցերկից առնեն։ Սա է մեր ողբերգական, ողբալի վիճակը, որի մեջ ենք։ Եպիսկոպոսը ոչ թե աշխարհիկ մարդ պետք է լինի։ Եպիսկոպոսը ոչ թե պետք է լինի այն մարդը, որ առուցախով է սպառված, սիրուհի բահելով է սպառված, ինչ որ այս տեսակ բիզնեսներով կամ Bentley քշելով է։ Դրա համար երբ որ են Bentley ասում էին, ինքը իբր նեղվում էր, վերջի իբրև ծախեց, իբրև սարեց։ Հոգևորականը, իրական հոգևորականը իր մտքի, իր հոգու ճշմարիտ ուղեցույցը ունի Քրիստոս։ Դրա համար Քրիստոսի հետևելով վերցնում է խաչը եւ վախ չունի աշխարհից։ Սրա համար է որ մենք դիրատավներ ունենք, որովհետեւ վախկոտ են, որովհետեւ ամենից վախում են եւ վախի պատճառով ժողովրդին կատակեցնում են։ Իսկ կատակությունը ահավոր բան է, որովհետեւ Քրիստոս կսե այն մարդը, որ կատակեցնե, վիզին քարը պետք է կապեն ծովը նետեն։ Դրա համար հիմա ինչ է պատահում։ Ճիշտ այդպես։ Քրիստոս սրանց վիզից քարը կապելով պիտի նետի մեր պատմության աղբանոցը, որովհետև սրանք եպիսկոպոս լինելու արժանի չեն, եթե իրենք ասկի թիմած ամեն մեկը որպես առաջնորդ ավելի վատ է, քան թե նույնիսկ սովորական զինվորը։ Եթե սրանք են առաջնորդը, բայց զինվորը ինչ պիտի անի։ Հետևաբար ինչ է հիմա այս բոլոր եզրակացությունը, այն է որ մենք որպես քրիստոնյաներ երբեք պետք չէ հուսահատվենք։ Եթե մեր մեջից դուրս եկան այս մարդիկ, ավելի լավ։ Եկեղեցին կմաքրվի, եկեղեցին կշտկվի եւ իսկապես այն մարդիկ, որոնք իսկական մաքուր առաջնորդների կարիք ունեն, կսովորեն այս սխալներից։ Եվ այս սխալներից սովորելով մեր ազգը կամաց պիտի մաքրության գնա։ Մանավանդ ուսուցանելով, որովհետեւ դա է որ ամենաշատ անդեսված է մեր մեջ, մեր եկեղեցում, ուսուցանելը, ժողովրդին ուսուցանելը, որի վրա ես միշտ շեշտը դնում եմ։ Իդեպ դուք ասում եք, ես պատմական մի դրվագ հիշեցի խորհրդային տարիներին եւս, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդային կարգերը 1924 թվականից եւս եկեղեցու դեմ սկսվում է նման մի շարժում հակաեկեղեցական, ելի նորից բարենորոքիչներ անուններ գրում Ազատ է։ եկեղեցի։ Այո, եւ այդտեղ մի Աբել Վարդապետ, եթե ես չեմ սխալվում, Աբել Վարդապետն է դավաճանի դերում հանդես գալիս եկեղեցու դեմ, որը հետո Տեր հայր զղջում է, գրում է ինքը Գևորգ երկրորդին ներողություն է խնդրում իր կատարածի համար։ Կաթողիկոսին գրում է ներողություն է խնդրում, ասում է ես մեծ սխալ եմ արել, զղջում եմ կատարածիս համար։ Չգիտեմ, գուցե հուսանք, որ այս տիրադավները մի օր եւս կգիտակցեն, որ իրենց այդ վախով իրենք հակա քրիստոնեական քայլեր են անում։ Իրենց վախով իրենք, այսինքն, տեսեք, պատարագների են գնում, կեղծ պատարագների Փաշինյանի խմբակի հետ միասին մարդիկ են այդ խմբակում, ովքեր քանիցս հայախոսությամբ են հանդես եկել առ քրիստոնեություն։ Նրանք արհամարում են, նրանք անունները իրենց դրել են աթեիստներ, բայց շատ ավելի այսպես աղանդավորական եւ սատանիստական հայտարարություններ են ավելի շատ հնչեցնում։ Ես վստահաբար ձեզ, եթե օրինակները բերեմ, ասենք այնտեղ կա մի նախարար, որը հաճախ է այդպիսի հայտարարություններով հանդես գալիս Փաշինյանի թիմում։ Բայց հիմա իրենք այսպես բոլորը դարձել են պատարագի մասնակիցներ։ Ինչ պատարագ, որտեղ կեղծվում է ամբողջ պատարագի ընթացքը եւ դրան մասնակից է Նավասարդ Կճոյանը, Վազգեն Միրզախանյանը եւ մյուս հայ այդ անձիկ եւ հիմա ես ուզում եմ հասկանալ նրանք չեն գիտակցում որ երբ որ հրահանգում է Նիկոլ Փաշինյանը պատարագների ժամանակ չեղարկել կաթողիկոսի անունը սա արդեն իսկ կանոնակարգի լրջագույն խախտում է գիտեք կարող է աշխարհիկ մարդը դա չգիտակցի հոգևորականը այդչափ վախերով է սարսափած առ Նիկոլ Փաշինյան, որ գնում է հանցագործության, հոգևոր հանցագործության։ Կարող ենք չէ այդպես համարել, հոգևոր Այո, հանցագործություն։ Այդ միտքը նոր եկավ, գիտեք մտքումս, որ ուրիշ բան չես կարող ասել։ Խնդրեմ, այո, Տեր հայր։ այո, իհարկե, որովհետև ովևէ մարդ աշխարհիկ կլինի կամ հոգևորական։ Մանավանդ մենք հոգևորականներս գիտենք, որ բادرակից ովևէ մարդ չես կարող զեղչել, Այո, ըստ կամս։
որովհետև տեսեք, բադարակը վերջը արագ մեկ, ասես, մենք ճիշտ է հարցազրույցի մեջ ենք, բայց արագ որպես ժողովրդին բացատրեմ, շատ արագ մեկ Իհարկե, խոսքով։ այո, այո, Բադարակը իհարկե մեկ մարմին չէ, բադարակը ունի 4 բաժին. պատրաստություն, ճաշու, բուն բադարակ եւ վերջ, այսինքն ամենավերջում օրտություն եւ արձակում։ Այս 4 բաժիններն են։ Հետևաբար բադարակից ովևէ բաժին, որը օրինակի համար գա իր մեջ անաֆորան է, գա օրինակի համար սրբասացությունն է, գա հիշադակություններն են, հիշադակության բաժինը չես կարող վերցնել։ Օրինակ մեկը չի կարող ասել, «Օ, գիտեք, ես դրտա տակավորին չեմ սիրում»։ Կամ ես հանգարց Թեոդոս արքային չեմ սիրում, որովհետև պատճառ եղավ Հայաստանի բաժանման 387-ին։ Հետևաբար անուն հանենք բادرակից։ Այդպես բաներ չկա։ Մեկը չի կարող ասել ես, գիտեք, ես օրինակ ես լսել եմ շատ այսպես հիմարություններ։ Լսել եմ, որ հիշադակության բազնի միացածելոց կոչված կա։ Միացնացելոց սրբոց արաքինասեր եւ աստվածածույց կորոնավոր ացն Բողոսի Անդոնի Բողա Մագարա Վոնոպորիոսի ապա Մարգոսի Սրաբյոնին եւ այլն։ Հիմա այս մարդիկ եգիպտացիներ են, եգիպտացի սուրբեր են, Եգիպտոսի սուրբերն են։ Եղեր հայ չեն հանենք։ Եթե այդպես է, ուրեմն ամեն մարդ, որ աչից ցախից կարող է քալ խոսել, բادرակը գտարնա, ուղղակի մարդկանց ոտնի գողան, այդպես բան չի գա։ Այս բادرակը իրենց չի պատկանում։ Այս բادرակի սուրբ տեքստը, բնակիրը կպատկանի Հայաստանյաց արաքելական սուրբ եկեղեցու մարմնին եւ այո, ոչ ոք թակավոր կլինի, իշխան կլինի, վարչապետ կլինի, թե բարձ մարդ իրավունք չունի գտնելու դրան։ այո, Հետևաբար, եւ սա ասում եմ հեղինակությունը օգտագործելով։ Հիմա սա նկատի առնելով, ովևէ եպիսկոպոս, որ այսպես հիմարություն թույլ կտա, ես ճիշտ է այսօր բարակաները շատ ահավորված են, գիտենք բոլորս։ Իշխանությունը իր ցերկն է արել տադական, տադախազի, ուժային, ածը եւ այլ քնչական, ամեն տեսակ մարմին իր ցերկ, տադական, բոլորը իր ցերկն են։ Դրա համար ցավոք եկեղեցին չի կարող ամբողջովին սենք հարցերը լուծել այս գարկազանցներուն։ Բայց օրը գուկա, եւ ամեն ինչ կփոխվի, ովևէ հոգեվորական, որ այսպես բամություն գուտար, ամիջապես կարկալից կլար։ Եթե չզղջար իրացի համար։ Դե բնական է հիմա գիտենք թե ինչ է բادرում։ Իրենք ուզում են, որ մարդիկ կարկալից արվեն, որովհետեւ իրենց հանելով տանեն լծեն իրենց գարկը եւ այդտեղ սկսեն ահավոր ծևով շահագործել դրանց եկեղեցուտեմ։ Ինչպես տեսանք, ինտերեսների հարցն է, որ իմանում են։ Մեկ այո, ուղղություն կուզենայի անել գներեք ինձ Արմինե ջան, որ Գաթողիկոսի անունը իշխարագեցիք 1920-ական թվականներին, դա Գևորգ 5-րդն էր իհարկե, Գևորգ 5-րդ ոչ երկրորդ, հա, հա, կներեք, 1911-ից այո, այո, 1930 շնորհակալ եմ, թվականը, այո, ճիշտ խնդրեմ, է, այո, որովհետև Գևորգ 5-րդ կաթողիկոսի ժամանակ էր, որ այսպես բաների հարգը կար կոմունիստական, ասենք կամ բոլշևիկյան կարգերի այո, հաստատման հերով։ Եվ դու տեսանք իր հաջորդին, խորեն առաջին նահատակ կաթողիկոսի ժամանակ ինչ պատահեց։ Մարդուն ուղղակի նահատակեցին։ այո, Հիմա փորձում են նույնը անել։ Չգարձեք, որ հիմա տարբերություն շատ կա եւ այսօր այս աշխարհի աչքի առջև։ Հիմա պատասխանը չեր կարելով ասեմ, որ այս բոլորը պիտի լինեն, որովհետեւ չարը իր կորձը պիտի անի, սրանք ուղղակի ներից են եւ ների բդոներ լինելով իրենք ուզում են եկեղեցուն քանդել, բայց մի վախենակ։ Ավետարանը 365 անգամ իր մեջ գրված ունի մի վախենակ բառը, որովհետեւ դրա համար, այսինքն Աստվածաշունչը, դրա համար մենք վախենալու տեղ չունենք։ Մենք ուժեղ ենք մեր դիրոճմով եւ դրա համար պետք է ամրանանք, պետք է մաքուր սիրով, Քրիստոսի սիրով հավաքվենք եւ համախմբենք Մայրաթորի եւ մեր վեհապար հայրաբեդի շուրջ, որովհետեւ մենք գիտենք, որ ամեն անգամ որ Սուրբ Պատարագ մատուցում է Սուրբ Էջմիածնում, այնտեղ Սուրբ Հոգին իջնում է եւ Սուրբ Հոգին իջնելով մեզ հզորացնում է։ Մենք ճիշտ է չենք տեսնում Աստծո ներկայությունը, բայց պետք է զգանք Աստծո ներկայությունը։ Եթե զգացինք, հավատացեք մեկը մեզ չի հաղթելու, որովհետև Աստվածաշունչը դարձել ասում է, ավելի ուժեղ է նա, որ ծեր մեջ է, քան նա, որ այս աշխարհի մեջ է։ Եվ իրենք են աշխարհում։ այո, շատ ճիշտ եք։ Եվ ես կուզեմ այս տիրադավների ֆոնին, այսպես ասած, անդրադառնանք նաև Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանին։ Գիտեք, Հայաստան է գալիս նրա մասին բավական տխուր տեղեկատվություն։ Ի ցաված սրտի պիտի ասեմ, որովհետև շատ կարևոր մեր թեմերից մեկն է։ Եվ մտահոգիչ է եկող
տեղեկատվությունը։ Այսինքն դուք որ ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այդ մարդկանց, ես կարող եմ ասել, որ բացահայտվածներից մեկը այդ շարքում, որ արժանի տեղում չէ, համաձայն տեղեկատվության, ես զուտ փաստերի վրա եմ հիմնվում, նաև Տեր Հովնան arczepiskopos-ն է, Տերտերյանը։ Տեսեք, նա միացավ հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված այդ բարենորոգման ծրագրին, այդ անհեթեթությանը եւ սկսեց բացահայտ կերպով քննադատել ամենայն հայոց կաթողիկոսին, համարելով, որ նա սկանդալներ է իրականացնում եկեղեցում, փակ կառավարման մեջ մեղադրեց, անարդյունավետ կառավարման մեջ մեղադրեց, հարց է առաջանում, այդ նոր հիշեց Տեր Հովնան arczepiskopos-ը, հա, տարիներ շարունակ այդ մասին չէր խոսել, կամ կարելի է, չէ, գալ այդ բոլոր հարցերը քննարկել կաթողիկոսի հետ։ Դուք սպասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից բերված պիտի գար բարենորոգում աներ, որ դուք բարձրաձայնեիք այդ մասին եւ այդ մարդու շուքի տակ հավաքվեիք։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Իդեպ նա հայտարարություն էր հնչեցրել ուղերձ այդ միանալու հետ կապված Փաշինյանին, որը իրականում ոչ մի հոգևոր տարր չուներ իր մեջ։ Ավելի շատ այդ ուղերձը զուտ քաղաքական ուղերձ էր, իր համաձայնությունը տալիս էր նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին։ Ընդ որում խաղաղության գծին եւս, հա, այսպես ասենք, այդ կեղծ խաղաղությունը մենք տեսնում ենք, դա խաղաղություն չէ, չի կարող խաղաղություն լինել մի երկրի պետության հետ, Հայաստանը խաղաղ ապրի, որի զինվորը մեր երկրի տարածքում է, որի Այ- երկրում բանտարկված է մեր հայրենասեր, մեր հայրենակիցները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրան եւս կանդրադառնանք։ Ահա։ Հիմա Տեր Հովնան arczepiskopos-ը ով է։ Ով է այս անձը, կխնդրեմ, կասեք, որ շատ կարևոր պաշտոն է այս պահին։ Պաշտոն։ Հիմա այո, մի քանի հարցեր տվեցիք, Արմինե ջան, այսինքն պետք է սկսեմ ինչ-որ մի տեղից։ Հովնան arczepiskopos-ը արևմտյան թեմը ղեկավարում է որպես առաջնորդ 2003-ից ի վեր, ավելի քան 23 տարիներ։ Բավական երկար ժամանակ առաջնորդի համար։ Եվ մարդիկ ունեն իր մասին եւ իրենց անշուշտ դրական եւ ժխտական կարծիքները, բայց դա իր դեղին։ Բայց գալով այս ներկա մեր իրավիճակին Հովնան Սրբազանը, եթե այսօր ստորագրեց այս կամ ավելի ճիշտը բացահայտեց ինքնինքը եւ իսկապես եթե մեկ անց կա որ իսկապես դիրատավ կարելի է գոչել, նա ինքն է, ցավոք, որովհետեւ ինչու։ Հիմա բիդեսեն հիմնավոր եք։ Լավ, ես հիմնավոր եմ։ Ոչ թե ես եմ ասողը, բայց փաստերը տնեմ ձեր դիմաց։ Նայեք, երբ որ Հովնան Սրբազանը բացահայտեց, որ ինքը ուզում է Գաթողիկոսի այսպես գործանարար ընթացքը ցույց տալ, ուզում է որ վեհապարը լինի թափանցիկ, ուզում է որ վեհապարը դադարդի արժակ Սրբազանին եւ այլը եւ այլը։ Լավ, այդ բոլորը նախ կարող է իր անել, որպես arczepiskopos ժողովի ընթացքին վեհապարին հետ կամ խմբով եւ ոչ թե բարձրացնեք դա եւ տնեք բոլորը այս տեսակ աշխարհիկ մարդոց դիմաց, որը անշուշտ արիտ օգտագործում են Փաշազադեի հրահանգով հարցակվելու հայոց եկեղեցու վրա եւ ցես որպես arczepiskopos-ներ օգտագործելու որպես զենք մայր authority-եմ։ Հիմա ովևէ մարդ, որ խելքը գլխին է, չի կարող ասել, որ այս բոլորը վեհապարին թեմ են։ Եթե վեհապարին թեմ է, մեկը չի կարող ասել, որ վեհապարը մեղմ կորձեր է, կամ մեղմը չի կորձեր, դրա համար մենք պետք է վեհապարին հանենք։ Լավ ներողություն, եթե վեհապարը մեղմը կորձե, եթե պիտի հանեք, առաջին ամեն մարդ թող իր մեղքերուն նայի, որ իր առաջնորդական աթորից իշնի։ Որովհետև մարդիկ չեն հարցրել, եթե դուք առաջնորդներ եք, թեմի առաջնորդներ, կարող ենք ձեր մեղքերի մասին մի քիչ խոսենք։ Մեկ է մի հատ նստենք խոսենք ձեր մեղքերի մասին, այն մեղքերը, որ դուք կործել եք։ Հիմա դա իրենք չեն ասում, իրենք ասում են Արշակ Սրբազանի մասին, որ իրենք չպետք է դադարդվի եւ վեհապարը սա պետք է անի եւ ինքը գործանարը եւ այլն եւ այլն։ Լավ, եթե այդպես է։ Ինչու համար Հովնան Սրբազանը հագասեց ինքնին 20 օրվա ընթացքում։ Նոյեմբերի 5-ին նամակ ստորագրեց 3 առաջնորդներով, 3 միացյալ առաջնորդներով։ Արևելյան թեմի Մեսրոպ Սրբազան կամ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Արևելյան թեմի Միացյալ Նահանգների, Կանադայի թեմի Աբկար եպիսկոպոս Հովագիմյանը
Եվ արևմտյան թեմի Հովնան arczepiskopos Տերտերյանը երեքով միասին նոյեմբերի 5-ին նամակ ստորագրեցին միասնական, որով դատապարտում էին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս բոլոր ճնշումների համար։ Ինչ պատահեց, նոյեմբերի 27-ին ամիջապես 180 աստիճան փոխեցին ընթացքը։ Սա ինչպես քիչ առաջ դուք ասում եք Սարոյանի մասին, Գճոյանի մասին, Կարամյանի մասին, սա կնշանակի, որ սա պատրաստված խաղ էր։ Եվ սա ամիջապես պետք չէ ընդունել որպես այնքան ինչ որ ճշմարտության ընկան, ինչ որ գարձես լույսը ցակեցին դից վրա ոչ։ Իրենք այս խաղը ժամանակից պատրաստել են։ Նույնիսկ լուրեր կան, որ Օրնան Սրբազան այս բոլորը պատրաստել է տասնյակ տարիներ առաջ, նույնիսկ աշխարհել է գարթում մարդանց։ Լուրեր եկան, որ այնտեղ մայրաթորի մեջ կար քահանամը, որ իրեն համար աշխատում էր։ Մեկ քանի երկու կամ երեք ափեղաներ կային, որ իր համար աշխատում էին քախնի, որոնք մեկ երկոքին գարկալույց են հիմա։ Մարդիկ կային, որոնք այս բոլորը պատրաստած էին սկզբանե, որովհետեւ հիմա ես անշուշտ չեմ կարող 100% վստահ լինել, բայց ինչ որ կամած ամեն բան իհայտ գալիս է, որով Քրիստոս ինքն է ասում, չկա ծածուկ բան, որ չհայտնվի, եւ պիտի հայտնվի ամեն բան։ Հիմա երբ որ Հովնասը այսօր իհայտ Միչայելոցի հայտ եկավ, որ ինքը մասնակցելու է մեկ ժամ առաջ լուր եկավ, որ մասնակցելու է Ավստրիայի ժողովին։ Հիմա այստեղ մեկ հարց կա։ Եթե ինքը դիրատավների խումբից է, եւ դիրատավները ասում էին, որ Ավստրիայում ժողով չի կրնարել, չի կարելի Հայաստանից դուրս։ Եվ եթե ինքը Հայաստանից դուրս այդ ժողովին մասնակցում է եւ ընդունեց հրավերը եւ գնալու է, անշուշտ իր շարժարիքներով, դա գիտենք բոլորս, եւ ինչպես այնտեղ իմաստուն մեր եպիսկոպոսները, թող այս անգամ դիրատավներին պատասխանեն, թե կարելի է, թե կարելի չէ։ Այսինքն թող դիրատավները իրար հետ նստեն խոսին, թե Հայաստանից դուրս ժողով եղավ, թե չեղավ։ Ուրեմն հիմա ով էր ճիշտը։ Հովնանի դիրատավ լինելը, թե նրանց դիրատավ լինելը։ Թող իրենք ասեն, այլևս Հայաստանից դուրս ժողով գլինի չլինի։ Այս բոլորը երբ որ իրենք ասում են, երեխայի խոսակցություն չէ սա, եպիսկոպոսներն են խոսում։ Երբ որ եպիսկոպոսը ասում է չի լինի, Վասկեն Միրզախանյանը օրինակի համար, հիմա թող Վասկեն Միրզախանյանը բռնի Հովնան Սրբազանին նստի հետը խոսի, որովհետեւ գիտնանք թե ով էր ճիշտ։ Երևաբար այս բոլորը կնշանակի խաղեր են, սրանք եկեղեցու թեմ խաղեր են, սրանք եկեղեցու թեմ բոլորը տավատրություններ են եւ բոլորն ալ բաճելի են, բոլորը։ Որովհետեւ դիրատավ լինել, նայեք, եկեղեցու հետ խաղալ չի կարելի։ Եկեղեցին Աստծո դունն է եւ եկեղեցին հոգեվոր հայրենիք է։ Եվ որ հոգեվոր հայրենիքին կթավաճանի մարդ, այդ եկեղեցու մեջ հոգեվոր հայրենիքի մեջ մարդիկ կորց չպետք է ունենան, եթե չեն ապաշխարում իրենց մեղքերից։ Ամենամեծ մեղքը, եւ սա ասեմ վերջացնեմ, դիրատավ լինելուց ավելի եկեղեցու բարակտումն է։ Եկեղեցու բարակտումը աններելի մեղք է եկեղեցու համար, որ ներում չունի, Սուրբ Հոգու թեմ հայությունն է դա։ Շատ դիպուկ եւ շատ կարեւոր իդեպ դուք նաեւ տեղեկատվություն տվեցիք, ինչի համար շնորհակալ եմ։ Այո, տպավորությունն այնպիսին է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է տարիներ շարունակ պատրաստվել այս Թավշյա հեղափոխությանը, այնպես էլ հոգեվոր դասում են եղել այդ պատրաստությունը եղել եւ սա ազգակործան ծրագիր է, որի հիմքում դրված է մեր եկեղեցու հարվածը մեր եկեղեցուն, որովհետև բոլոր շատ լավ գիտենք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ազգապահպան եկեղեցի է, հայ ժողովուրդը, հայ մարդը, եթե հեռանում է իր եկեղեցուց, նա շատ կարճ, կես սերունդ էլ չի անցնում, նա դադարում է հայ կոչվելուց, վկան եւ ապացույցը օրինակ լեհական համայնքն է, չէ՞, կաթոլիկությունը ընդունած հայ մեր ժողովրդի մի հատվածը չկան էլ հիմա, իրենք իսկապես չկան, իրենց սերունդները որպես հայ չեն հիշատակվում, եւ հիմա հարվածը հայ եկեղեցու դեմ շատ ցավալի բան ասացիք, որ փաստորեն նաեւ այս անձի Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի ձեռքով է տարիներ շարունակ պատրաստվել, այսինքն ներսում նա ունեցել է մանկլավիկներ, ով ինֆորմացիա է տվել, եւ հիմա այդ ինֆորմացիայի փաստի վրա նրանք քանդում են մեր եկեղեցին, ակնհայտորեն պիտի ասել, ուղղակիորեն եւ ճիշտ է ձեր դիտարկումը, այո, կատարվում է Փաշազադեի հրահանգը, ուրիշ անուն չկա տալ, ասել վախից է, չգիտեմ ինչից է, կարող է ուզում են ինչ-որ մարդիկ կաթողիկոս դառնալ, բայց այդ բոլորով հանդերձ նրանք կատարում են թշնամու հրահանգը, դա պիտի արձանագրենք եւ հիմա կխնդրեմ անդրադառնաք, իդեպ նաև ուզում էի ասել Տեր Հայր, նման դեպքերում արժե նաև անուններ հնչեցնել, օրինակ ովքեր են եղել այդ մանկլավիկները, ես շատ կուզենայի իմանալ, որպես լրագրող դա կուզենայի իմանալ, եթե հարմար կգտնեք ասեք, եթե հա հարմար կգտնեք Հիմա ասեք, կարող եմ հիշատակել, երևի հարմար չլինի այս բայդրությամբ, սպասենք մի քիչ, հասկանալի է, երևի, որովհետև ես անունները գիտեմ մեկ երկու։
Շատ լավ։ Աշուշտ Իհարկե ժողովուրդը կռահելի է թող կարող է, բերել։ այո, բայց Այո, ամենայն դեպս ասեմ, որովհետեւ ես, որովհետեւ ես վերջո շատ գիտագից հոգեվորական լինելով չեմ ուզում այս պահի դրությամբ եպիսկոպոսատ ժողովը, որ կարող է տեղի ունենալ, հիմա դրա մասին կխոսենք, այո, չէ ուզեր ովևէ ինչ որ ասած, ինչպես ասում են, ձար գցել հեծանիվի դիմաց, որովհետեւ հասկացա։ հիմա կարող է մարդիկ օգտագործեն դա եւ ասեն այսպես այնպես Այո, բաներ։ Ամենայնտեղս թողենք Աստծո, որովհետեւ լավ խոսք կա որ կասի, լրացեմ ես, զիխոսեսես դերն։ Ես կլրեմ, դերը կխոսի։ իդեպ, Բայց այո, ասեք, խնդրեմ։ բայց ասած հետեւյալն է, որ ովևէ մարդ որ Փաշազադեի ավտոմեքենայով ճամփա ընկնում է, ճշմարտություն չհասնի, որովհետեւ Փաշազադեն Սուրբ Հոգու թշնամին է։ Եվ երբ որ դու Փաշազադեի հրահանգները կատարում ես, ուրեմն կնշանակի դու Սուրբ Հոգու թշնամին ես։ Այո, Երևաբար ամեն դիրաթափ դու նախ գիշերը գլուխը բարձին տնելուց առաջ, եթե աղոթում են իհարկե, դա չգիտեմ, թող դա մտածի դրա մասին, որովհետև Փաշազադեի եթե ցերկերին արյուն գա, ավելի քան 5000 հայ երիտասարդի արյուն, ինքը եւ Ալիևը, դրա արյունա մեկ մասը Փաշինյանի վրա է, Փաշինյանի հետ եղողների ամբողջ գլխից միջև ոտը ոչրակորձությամբ լցված է, որոնք սրանք հայրենիք են վաճառել։ Դրա մասին մի քիչ թող խորեն, եթե խիղճ ունեն գդորմը։ այո, դեր հայր անցնենք եպիսկոպոսատ ժողովին, դուք արդեն այդ մասին ասացիք, Փաշինյանը ամեն ինչ արեց եւ անում է, որպեսզի ձախողվի Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը եւ դրա ակնհայտ ապացույցը, որ նա ուզում է ձախողել, մենք տեսանք օրեր առաջ, ինչ մի կեղծ, այսպես քրեական գործ մոգոնեցին, հա, Այո, որի հիմքում Արման Սարոյանի կարգալույծ արված նախկին Գևորգ Սրբազանի հայցն էր, հա, հայցադիմումն էր, եւ փաստորեն մեկ տասնյակ բարձրաստիճան եկեղեցականների Նիկոլ Փաշինյանը բերել տվեց քննչական կոմիտե, այդ կեղծ շինծու գործով մի որոշում կայացրեցին, որով թույլ չի տրվում եպիսկոպոսներին դուրս գալ Հայաստանից։ Բոլորս լավ ենք հասկանում, նաև կաթողիկոսին թույլ չի տրվում դուրս գալ։ Նախ այստեղ գիտեք, բացի այն, որ իրավական հիմքը չկա, հա, բարոյականության պահն է, բարոյականության սահմաններն են ուղղակի արդեն ամբողջությամբ զրոյացված, չկան ոչ մի կարմիր գծեր այս մարդկանց համար։ Մեկ շատ պարզ դիտարկում կուզեմ անել եւ այս առնչությամբ կուզեմ ձեր կարծիքը նախ լսել, ամենայն հայոց կաթողիկոս ընկալվում է այս ձևակերպումը։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ Գարեգին երկրորդը ամբողջ հայության կաթողիկոսն է, ոչ թե 2,5 կամ 3 միլիոն հայերի, այլ 7, 10, 12 միլիոն ողջ հայության։ Եվ ով իրավունք ունի այդ անձին, մեր կաթողիկոսին, որն ամենայն հայոց է, թույլ չտալ դուրս գալ Հայաստանից։ Սա մեկ, եւ միանգամից տամ նաեւ մյուս հարցս, ես սպասեմ ձեր պատասխանին։ Ինչ կկատարվի ի վերջո, եպիսկոպոսատ ժողովը կայանալու է թե ոչ, թե հասնելու է Փաշինյանը իր նպատակին, որ ձախողվի կամ չկայանա, կամ կայանալու դեպքում ներսում պառակտիչների ձեռքով, ինչպիսին է օրինակ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ բոլորս ասենք երևի ավելի լավ կլիներ չկայանար։ Դուք ունեք այդ մտավախությունը։ Խնդրեմ, երկու հարց ուղեցի, կուզեմ լսել ձեզանից պատասխան։ Խնդրեմ։ Հիմա տեսեք, առաջին հարցը, որ ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ ուղեցիք, այո, ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր հայության կաթողիկոսն է, ամբողջ աշխարհի հայերին, այսինքն եկեղեցի իմաստով, եւ իրենք եթե բարենորոքիչ անվամ դակ եկել են, ցերկը կանոնակիրք բրկած, որպես ես բարենորոքիչ եմ, ես ուզում եմ բարենորոքել եկեղեցին վատն է, մարդիկ վատն են, ես ուզում եմ մաքրել։ Եթե այդպես է, հիմա եկեղեցին քանդում է։ Եկեղեցին քանդում, այսինքն եպիսկոպոսատ ժողով տեղի պետք է ունեն։ Եթե Փաշինյանը եկեղեցի բարենորոքող լիներ, ինքը պետք է ողջուներ եպիսկոպոսատ ժողովը, որով եպիսկոպոսատ ժողովը Այո, այո։ պիտի բոլորովին աշխատեր եկեղեցու բարենորոգման համար, բնականաբար։ Բայց ինքը չի ուզում եկեղեցի բարենորոգվի, ինքը ուզում է եկեղեցին անհետանա, կամ երկու մասի բաժնվի։ Ինքը ուզում է Գարեգին վեհապարին հանել, վերջնական,
որովհետեւ Սփյուռքը վերջնականապես գդրի հայերիկից, որովհետեւ Սփյուռքը ունենա իր գաթողիկոսը, Հայաստանը ունենա այնպեսի մարդը, որ իրապես ինքը գաթողիկոս անունը կարող է գրել, բայց գաթողիկոս չէ իրականության մեջ։ Այսինքն այդ մարդը կարող է լինել Արման Սարոյանը, կարող է լինել Հովնան Դերդերյանը, կարող է լինել օրինակի համար նույնիսկ աղանթավորը, կամ կարող է լինել հենց իր գինը։ Իր համար դարբերություն չուներ։ Գինը հիմա իրենք կարող են ասել մենք այլևս պետք է նորոգվենք, հավասար իրավունքներ պետք է տանք։ Եվ այս գիտեք, այս ֆեմինիստական եւ այլն ամեն տեսակ բան անուն կարող են տալ եւ սկսել այդ ուղղությամբ։ Եվ որովհետեւ Եվրոպային աչքին էլ ինչ որ սիրուն Երևան։ Ուրեմն դրա հետ կապված կարող է գաթողիկոսությունը բոլորովին աղջատել, որովհետեւ ինքը ունենա իրեն ցերկի դակլու հնազանդ անձը, որ ամեն ինչ որ ասում է պեչատի կամ գնքի։ Սա մեկ։ Իսկ Սփյուռքը Հայաստանից բաժնվել է շատ ահավոր, շատ քեշ հետևանքներ ունի Հայաստանի համար։ Հիմա Սփյուռքը այսպես թե այնպես պիտի կոյադեվե, որքան որ կոյադեվե, որով Սփյուռք Հայաստան իրար հետ են կոյադեվում։ Սփյուռքը կոյադեվում է Հայաստանի հաշվին, Հայաստանը կոյադեվում է Սփյուռքի հաշվին։ Այսպես է։ Բայց միևնույն ժամանակ եթե Հայաստանը Սփյուռքից անջատվեց, դա կնշանակի Հայաստանը շատ երկար կյանքա չունենար հետագայում եւ գտարնա թուրքական լուծի մեկ մասը։ Իսկ Ավստրիայի ժողովի մասին, թե գծախողվի թե ոչ, հիմա իրենք մի փորձեն ամեն բան, ես տեսնում եմ աշուշտ իրենք փորձելու են, բայց ես հույսս տրել եմ Աստծո վրա, այսպես ասենք։ Ես հույսս տրել եմ Աստծո վրա եւ Աստված ամոթով չի թողու։ Աստված ամոթով չի թողում։ Այսինքն ես գիտեմ որ չարը գործիան եմ բան։ Հիմա ինչու՞ որ Հովնան Սրբազանը մասնակցում է, որովհետև իրենք գիտեն որ արդեն հարցս պատասխանեցի։ Ես գիտեմ որ Հովնան Սրբազանը գնում է ժողովին, որովհետև գիտեմ որ իրենք չեն կարող ժողովի ցախուղեցնել։ Որովհետև գիտեն թե ինչքան որ փորձեն, երևի ինչ որ բանը Աստծո հրաշք կգուկա եւ ժողովը չցախողվիր։ Համենայնտեղս նույնիսկ եթե փորձեն մի քանի եպիսկոպոսիալ բռնեն, մի քանի եպիսկոպոսիալ ասենք բանդարգեն, որը իրավունքը չունեն իհարկե, որովհետև մարդիկ բանը չեն արել։ Բայց էլի Աստված միշտ էլ ճշմարտությունը մեջ կանի։ Օրինակ դամթարցել ավետարանից, ես միշտ սիրում եմ ավետարանից օրինակները բերել։ Պետրոս Սարաքյալին բռնել էին, բանդնել էին իրեն, որովհետև կարոզում էր։ Իսկ քիշերը հանգարց Պետրոս Սարաքյալը լսեց հրեշտակը, որ շղթաները ընկան ցերկից, բանդիտուրը բացվեց եւ Պետրոս Սարաքյալ գնաց այնտեղ, որ արաքյալներն էին։ Ներսում աղոթում էին բոլորը։ Պետրոս Սարաքյալը դուրսից դուրը խփում էր։ Զարա աղջիկ մգար եկավ տեսավ արաքյալը դուրսը գանկնել է։ Ասավ Պետրոս Սարաքյալը դուրսն է։ Սրանք կարծում էին որ չէ, գադակ է անում։ Ինքը ասավ Պետրոս Սարաքյալը դուրսն է։ Զարնում է, միջև որ բոլորը հոտ կանգնեցրեցին, գնացին դուրը բացին, տեսան Պետրոս Սարաքյալը դուրսն է, ներս հրավիրեցին։ Գարտացեք գործ կարակելոցի մեջ է։ Հետևաբար ինչու բերի այս օրինակը։ Աստված, որովհետև Արմինե ջան, միշտ աշխատում է բարին կորզագից։ Որքան որ չարը փորձի մեր թեմ, միշտ էլ վերջի անգամ բարին հաղթանակելու է։ Եկեղեցին չի բարդվելու։ Եկեղեցին այն վեմն է, որի վրա ընկնողը գճարտվի եւ այն ժայռը, որ երբ որ ընկնի մեկումը վրա գճզմվի տակը։ Հետևաբար իրենք եկեղեցու հանդեպ որքան որ փորձեն։ Այս տեսակ մարդիկ մենք շատ տեսել ենք։ Փառք ու տանք Աստծո, որ եկեղեցու եպիսկոպոսական ժողովը տեղի կարող է ունենալ, կարող եմ ասել որ մի քիչ լավատես եմ, այսպես ասեք, չնայած չգիտեք ինչ կարող է վատահել, բայց ես կկարծեմ թե Աստված ի վերջո ամեն բան բարի գործակից կանի մեր եկեղեցու բարերության համար։ Դա Աստված իսկապես որ դա տեղի ունենա, մանավանդ այս օրերին մենք տեսնում ենք տարբեր կառույցներում կազմակերպվում են ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու գիտաժողովներ, օրինակ Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու քրիստոնեության պաշտպանության կոմիտեի կոնֆերանսը, շատ ներկայանալի անձիկ, իրավաբաններ մասնակցում էին այդ կոնֆերանսին, նաև փետրվարի 2-ից 3-ը միջազգային կրոնական
քրիստոնեական ազատության գագաթաժողովը տեղի ունեցավ, Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ հարձակման հստակ հայտարարություն արվեց, խոսում էին բոլորը, որ տեղի է ունենում այս պահին մեր եկեղեցու դեմ հարձակում, եւ բոլոր ելույթ ունեցողները քննադատում էին խստորեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, թե Արցախի հարցում, թե պատերազմի մասին խոսեց օրինակ Արամ Վարդևանյանը այնտեղ փայլուն ելույթ ունեցավ ներկայացնելով իրավիճակը, եւ ես երբ հետևում էի ժողովին, հասկանում էի, որ ներկաներից շատ-շատերը քրիստոնյաները աշխարհի մակարդակով տեղյակ չեն, թե ինչ է կատարվում։ Եվ այսպես եզրափակենք Տեր Հայր մեր հարցազրույցը, թեպետ ելի ունեի հարցեր Բաքվի դատարանում մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների այդ խայտառակ դատավարության ընթացքը, որ ազատազրկման ենթարկվեցին ՑՄ ազատազրկման, Աբու Դաբիում տեղի ունեցած այդ խեղճ կատակությունը, Ալիևը եւ Փաշինյանը որպես խաղաղարարներ մրցանակ ստացան եւ այլն, բայց եկեք ամփոփենք։ Իդեպ ուզում եմ մեկ շատ կարևոր հիշատակում եւս անել գերիների հարցը Բաքվում ամբողջությամբ թող իմանա մեր այ ժողովուրդը Միացյալ Նահանգներում, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որ ընդհանրապես չի հետաքրքրվում այս իշխանությունը գերիների հարցերով, փակ է այդ թեման, ինչպես իրենք համարվում են, փակ է Արցախի թեման եւ միակը ամենայն հայոց կաթողիկոսն էր եւ մեր մայր աթոռն է, որ իր պաշտպանություն հանդես է գալիս եւ հիշեցնում է այդ մասին եւ նաեւ դատապարտեց իր հայտարարությամբ խորը ցավ հայտնելով Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կայացված այդ դատավճռի հետ կապված եւ հայտարարության մեջ շեշտվում է, որ եկեղեցին պայքարելու է մինչև վերջ նրանց վերադարձի համար։ Եվ այսպես որպես ամփոփում լսենք ձեր խոսքը եւ ավարտենք Տեր Հայր, խնդրեմ։ Այո, ճիշտ էր ձեր բոլոր նշումները, որ արեցիք, նկատառումները։ Փակ է այս կառավարության համար ոչ թե մենակ Բաքվի գերիների հարցը, իրենց համար փակ է ընդհանրապես Արցախի հարցը, Այո, որովհետեւ կարողանան իշխել, եւ իրենց համար փակ է նույնիսկ նահատակների հարցը, որից ցանկը չկա միջև այսօր, անունները չկան այդ 4 կամ 5 4500 կամ 5000 նահատակներին։ Բայց ես կարծում եմ, որ այս բոլորը կարող են ժամանակավոր բնույթ կրել, որովհետև վերջի վերջո մեր ժողովուրդը պիտի արտանա։ Մեկ կարևոր հարց մգար, որ ես ուզում եի անդրադառնալ, որ ընտրություններն են։ Այդ այո, ընտրությունների ընթացքում տեսեք ամենակարևոր բանն է, որովհետև այսօր ասեցի ուրիշներին ալ, որ Նիկոլ Փաշինյանի չի հետաքրքրում ոչ եկեղեցին, ոչ ժողովուրդը, ոչ գերիները, ոչ մեկ բան։ Իրեն հետաքրքրում է միայն եւ միայն վերարտադրվելը։ Այս բոլորը անում է, այս բոլոր տեսարանները օրինակ թմբուկ նվագելը, հեծանիվ քշելը, նախագահի կողմից օրինակ ասենք շնորհակալություն հայտնելը, խաղաղությունն ենք բերում, դուք խաղաղություն չեք կարող բերել մարդոց հետ, որ ուզում եք ցես սպանել, այս շատ բարձ խոսք, այսինքն բանը Իսրայելի նախկին վարչապետներից դիգին անունը տեսեք մոռացա։ Ամենայնտեղս դիգին վարչապետը 1974-ին ասեց, չես կարող խաղաղություն գնքել մարդուց հետ, որ ուզում եք քեզ սպանել։ Եթե քեզ սպանել գուզեն, խաղաղություն չի գա ուրեմն։ Պետք է զինվես։ Հետևաբար այս տեսակ մարդու հետ, որ սուտ խաղաղությամբ է գալիս մեր հետ, չի կարելի որևէ տեսակ ջամփակնալ։ Մեր ժողովուրդը պետք է սկա, որ երբ որ ինքը մեր թոշակառուների հետ վարվում է այս տեսակ ցինիկ կերպով, ասում է 10000 դրամը ինչ պիտի անենք, բայց իրենք ստանում են միլիոնավոր դրամ բարգեւավճարներ։ Նախարարուհին փոխանակ սպաղվելու առողջապահության լուրջ հարցերով, որովհետև լուրջ իսկապես հարցեր կա Հայաստանում, բարում է եւ այլն եւ այլն։ Այս տեսակ ցինիկ վերաբերմունք ունեցող մարդիկ չպետք է իշխեն ցես ժողովուրդ։ Հետևաբար ինչ պետք է արվի։ Պետք է ժողովուրդը գնա ընդրության բոլորը, այսինքն իմ ասածը սա է։ Չպետք է մարդ դոնը նստի 2026 թվականի հունիսի 7-ին։ Հունիս 7-ը պետք է լինի դուրս գալու օրը, դուրս։ Բոլորդ պիտի գնաք դուրս եւ պիտի գնաք ընդրեք այդ տաշինքից այն մարդուն, այսինքն 3-4 կամ քանի տաշինք է, այն տաշինքի մարդուն, որին սիրում եք, ուզում եք, որը թշնամի է սրան, որը հագարակ է սրան, որբեսի կարողանա մեր ժողովուրդը շնչել։ Մեր ժողովուրդը մեկ խնդիր ունի, որ շատ ցավալի է, միշտ սիրում է մտածել իրենց անձի մասին։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը մեկ օրվա համար, հունիս 7-ին մտածի իր ազգի համար։
Այդ օրը մտածեք միայն ասկի համար։ Այդ օրը այս ասկի համար է։ Պիտի գնաք եւ ընտրեք Թաշինքի այն անձը, նորից եմ ասում, որ պիտի լինի այս ճարիքի ճշտամին, որով այս կանդարի մեկ ճարիք տեսանք։ Մեր ժողովուրդը բարիք չտեսավ սրանցից։ Մենակ ճարիք տեսավ, ամեն տեսակի։ Հետևաբար, մեր եկեղեցին, մեր Սուրբ եկեղեցին, որ տարերով միշտ պաշտպան կանգնել է իր ասկին եւ տվել է իր բոլոր արժեհամագարքի բոլոր տվյալները, գրվանները, պետք է իմանան, որ մեր ժողովուրդը միշտ էլ կանգնելու է, մեր եկեղեցի միշտ էլ կանգնելու ժողովրդի կողքին։ Եվ իրար հետ համախմբվելով, մենք իրար հետ միանալով, պիտի վերջը դուրս գանք այս հսկայական փոսից, որը մեր ասկի պատմության մեջ պիտի լինի հսկայական մեկ տաս, որ սերունդներով պետք է սերդենք, որ իմանանք, որ այսպիսի բամը օդարները ոչ թե արեցին, այլ մեկ ցերկով ենք արել, որովհետեւ խուսափենք այս տեսակ ճակատագրական սխալից հետագայում։ Շնորհակալ եմ Տեր Հայր ձեր շատ խորքային եւ հոգեվոր եւ քաղաքական տեսանկյունից խորքային վերլուծության համար հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մեր հոգեվորականներին մեղադրում են, ասում են քաղաքականությամբ են զբաղվում, առանց գիտակցելու, որ ազգապահպանությունը ինքնին քաղաքական խնդիր է, իսկ ազգապահպանության բոլոր հարցերով կրթականից մինչև անվտանգության հարցեր մեր եկեղեցին միշտ է զբաղվել, նոր բան չէ, իսկ միշտ եւ միշտ ամեն անգամ համոզվել եմ եւ համոզվում եմ անկախ նրանից տիրադավերի արկայությանը, որոնք կմաքրվեն, կհեռանան մեր եկեղեցուց, մեր հոգևորականները ունեն շատ խորը իմացություն, գիտելիքների խորը պաշար եւ ինչպես դուք շնորհակալ եմ այդ ինչպես ասում են զարկերակի վրա է ձեր ձեռքը տեսնում զգում եք խորքային թե ինչ կռիվ է սա մենք կշարունակենք մեր հարցազրույցները ձեզ հետ Տեր Հայր որովհետեւ ասելիք շատ կա նաեւ ընտրությունների պահով կարծում եմ առանձին մենք պետք է միասին զրուցենք եւ մի հարցի ամփոփումով պետք է բոլորս գիտակցենք եւ հասկանանք որ սա նաև աշխարհ-քաղաքական կռիվ է, որի մեջտեղում մենք հայտնվել ենք, եւ հենց եկեղեցին Տեր Հայր ուզում են տարանջատել Ռուսաստան արևմուտք այս բաժանարար գծերի մեջ։ Եվ ես կարծում եմ երևի ոմանք այդ խայծը կուլ են տվել հենց արևմտյան մեր Տեր Հայրերը հավանաբար կամ սրբազաններ այդ խայծը կարծես ես այդպես եմ զգում կուլ են տվել, որովհետեւ մեջտեղ էր բերվում ռուսականության այդ հանգամանքը, հա։ Սա մեծ թեմա է, հիմա ես չեմ ուզում ձեզ տանել նորից այդ դաշտ, բայց վստահեցնում եմ, որ ձեզ հետ ես անպայման կապ կունենամ եւ մենք առանձին կքննարկենք այդ հարցերը, այսօր բավարարվենք այս շատ հետաքրքիր վերլուծության համար, անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Ինձ մնում է վերհիշեցնել իմ հեռուստադիտողներին, որ հեռավար կապով Միացյալ Նահանգների հետ ես զրուցում էի Տեր Սերոբ Քահանա Ազարյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։